Ռուսաստանի Դաշնության քաղաքական ռեսուրսի վերաբաշխում Հարավային Կովկասը որպես երկրորդ առաջնագիծ։ Եթե այս բանակցություններում Մոսկվան ստանա նվազագույն ընդունելի արդյունքը, օրինակ, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հաստատում և կամ Դոնբասի, Լուգանսկի կարգավիճակի դեֆակտո ամրապնդում, ապա Ռուսաստանի համար կարող է ազատվել ռազմաքաղաքական ռեսուրս այն նորից ուղղելու դեպի Հարավային Կովկաս։ Սա կարող է նշանակել ռուսական ուժեղացվող ներկայություն Հայաստանում, Գյումրի, Սյունիք կամ հակառակը, ազդեցության կրճատում, եթե Մոսկվան չհասնի հաջողության, ինչում թերահավատ է։ Նման դեպքում, այսինքն կախված սցենարային զարգացումից, Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում և օբյեկտիվորեն Հայաստանին առաջարկել ինքնիշխանության պահպանում, թեև հիմա շատ մեծ հարցական է, հայկական կամ հայաստանյան ինքնիշխանություն ասելով տարածքային ամբողջության պահպանման իմաստով ինչ ենք հասկանում, բայց այսուհանդերձ նման սցենարի դեպքում Մոսկվան կարող է Հայաստանին առաջարկել մնացած ինքնիշխանության պահպանում տարածքային հսկողության դիմաց։